Խոսեցիք նպատակների մասին, պատերազմի առաջին օրը ես նկատեցի, որ Դոնալդ Թրամփը եւ նաեւ իսրայելական շրջանակները խոսում էին քառօրյա գործողությունների մասին, ռազմական, ինտենսիվ ռմբակոծություններ եւ կարծես թե նրանց խաղադրույքը կայանում է նրանում, որ հոգեվոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ֆիզիկապես վերացնելուց հետո բոլոր խնդիրները այսպես ասած կլուծվեն, ճիշտ այնպես ինչպես լուծվեցին Մադուրոյի առևանգումից հետո, բայց մենք տեսնում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը այո դա Վենեսուելա չէ եւ տեսնում ենք, որ անգամ այդ գխատվածության պարագայում նույն բանակը շարունակում է շատ հստակորեն կռվել եւ թիրախային հարվածներ հասցնել Միացյալ Նահանգների բազաներին։ Ես կցանկանայի այս ասպեկտում խոսել իրանական համակարգի մասին, ինչ է նա իրենց ենթադրում, որ եթե անգամ այսպիսի գխատվածության պարագայում այն կենսունակ է եւ կռվում է եւ հերոսաբար ինքնապաշտպանվում է։ Տեսեք, ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը, Թրամփի վարչակազմը միգուցե շատ քաջածանոթ չէ, դատելով նաև տարբեր մակարդակի հայտարարություններից Իրանում տիրող իրավիճակին, ընդհանրապես ծանոթ չէ Իրանին, իրանական ավանդույթին, պետականության ավանդույթին, քաղաքակրթական ավանդույթին, խոսում են բարբարոսների դեմ արշավանքի մասին, պատկերացնում եք 2500-ամյա առնվազն քաղաքակրթություն ունեցող պետություն է։ Իսկ իրենք 1000 տարեկան չկան։ Եվ ըստ էության, եթե ուշադիր լինեք, Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի մամուլի ասուլիսի ժամանակ, պատերազմից անմիջապես հետո նրա հետևում կախված գորգը Սպահանյան դպրոցի մետաքսյա շատ արժեքավոր, ասեմ այսպես, արվեստի գործ էր, որը չեմ կարծում, թե շատ երկրներ կամ շատ ժողովուրդներ կարող են նման մշակութային արժեք ստեղծել։ Համենայն դեպս, բայց իսրայելական կողմը խիստ կասկածում են, որ ծանոթ չէր իրանական այդ համակարգին։ Այսինքն առնվազն իսրայելցիները հստակ գիտեին, որ Իրանում գործում է այնպիսի համակարգ, որի ամենավերին օղակի նույնիսկ սպանությունից հետո, հոգևոր առաջնորդի սպանությունից հետո այդ համակարգը շարունակելու է գործել։ Հետևաբար կարծում եմ այստեղ նույնպես տարբերություններ կան։ Ինչ է համակարգը։ Համակարգը իր արմատներով, ես հաճախ եմ օրինակները բերում պատմական արմատների առումով, որովհետև մակերեսային նայելու դեպքում միգուցե լավ չհասկանանք իրավիճակը։ Համակարգը իր արմատներով ըստ էության ապակենտրոնացված է։ Այսինքն մենք ունենք մի համակարգ, որը այսօրվա եզրույթով իրանական, ասեմ այսպես, պաշտպանական դոկտրինի հայեցակարգի եզրույթով կոչվում է մոզաիկական պաշտպանության համակարգ, երբ գլխավոր հրամանատարությունը այդքան էլ կարևոր չէ, որովհետև վտանգի դեպքում, պատերազմի դեպքում, հարձակման դեպքում յուրաքանչյուր միավոր, ասենք օրինակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յուրաքանչյուր միավոր պատրաստ է որոշակի ինքնավարությամբ կամ ինքնուրույնությամբ իրականացնել իր գործառույթները, ընդ որում յուրաքանչյուր ավելի բարձր օղակի հրամանատարության զոհվելու դեպքում հրամանատարությունը ստանձնում է ավելի ցածր օղակի ներկայացուցիչը, որը արդեն պատրաստված է այդ հրամանատարության ստանձնման։ Այո։ Սովետական բանակի սկզբունքն։ Այսինքն ըստ էության մենք ունենք ոչ թե միասնական, ասեմ այսպես, շտաբի համակարգ, որը մեզ ծանոթ է նաև մեր, ասենք օրինակ, զինված ուժերից, որը կառավարում է ամեն ինչ, այլ ունենք մոզաիկական սկզբունքով ամբողջական պատկեր ստեղծող բանակային միավորներ, զինված ուժերի միավորներ, որոնք ունակ են ինքնուրույնաբար շարունակելու պայքարը եւ ունակ են կառավարելու գործընթացը բացառապես սեփական ուժերով առանց վերին օղակի հրամանատարության կամ կենտրոնական հրամանատարության առկայության։ Ես ասացի պատմական հանգամանքի մասին, ովքեր ծանոթ են Իրանի պատմությանը, գիտեն, որ իրանական բանակները գրեթե մշտապես ունեցել են այս համակարգը, այսինքն իրանական բանակի տարբերությունը առավելություններով, թերություններով, չգիտեմ, որոշ դեպքերում դա առավելություն է, որոշ դեպքերում դա միգուցե թերություն է, ռազմական փորձագետները ավելի լավ կբացատրեն, բայց պատմական արմատները այդպիսին են։
Զորահրամանատարները բավական Մեր ինքնուրույն պատմական են համակարգն էլ այդպես է, չէ՞, նախարարական տարբեր տները ունեն սեփական զորամիավորումները, որոնք հավաքվում են մի բանակի համակարգում եւ որոնք ունեն յուրաքանչյուրը սեփական ինքնուրույն, ասեմ Եվ այսպես, իրենք այո բավականին ինքնուրույն էին։ գործառույթները, հետեւաբար սխալը տեղի է ունենում այնտեղ, երբ կարծիք է ստեղծվում, թե եթե հոգևոր առաջնորդը, չգիտեմ, գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը զոհվում է, ապա այդ համակարգը կդադարի գործելուց։ Ոչ, այդ համակարգը պատրաստ է դրան։ Այդ համակարգի ներսում ներդրված է այն մեխանիզմը, որը ավտոմատ կերպով ենթադրում է, որ քո վերևի օղակի հրամանատարը կարող է զոհվել կամ հաստատ զոհվելու է եւ դու պետք է պատրաստ լինես ստանձնել այդ հրամանատարությանը հաջորդը նույնպես։ Գրեթե 95 միլիոն բնակչության երկրում ռեսուրսները մարդկային թույլ են տալիս նման քանակի կադրեր ունենալ։ 95 միլիոն Լավ, այդ ամեն ինչը բնակչության։ Իսրայելը չի կարող չիմանա։ Հիմա Իսկ իրենց ռաշոտը ինչի վրա է։ ակնհայտ է, որ Իսրայելը սեփական միայնակ հարձակման պարագայում, ասեմ այսպես, նույնիսկ եթե նրան օժանդակեին, ինչպես օժանդակում էին 12-օրյա պատերազմի ընթացքում, այսինքն ապահովում էր Միացյալ Նահանգները, նաև բրիտանական ուժեր կային, նաև ֆրանսիական ուժեր կային, Հորդանանն էր օժանդակում ապահովել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը, Իսրայելի խոցելիությունը նվազեցնել իրանական հրթիռային հարձակումների նկատմամբ։ Միայնակ նման ծրագիր եւ նման ինտենսիվության հարվածներ Իսրայելը չէր կարող հասցնել այնքան ժամանակահատվածում, մինչև իրանական համակարգը փլուզվեր։ Բայց Միացյալ Նահանգները հսկայական ռեսուրսներով աշխարհի թիվ 1 գերտերությունն է, թե ֆինանսական, թե տնտեսական, թե ռազմական առումով այդ ռեսուրսները շատ ավելի մեծ են, հետեւաբար պահել տեմպը երկար ժամանակահատվածի համար միայնակ Իսրայելը չէր կարող որևէ պարագայում։ Եվ իրեն պետք էր լուրջ աջակից այս դեպքում փաստացիորեն Միացյալ Նահանգները մղվել են առաջին պլան նույնիսկ, որովհետև իսրայելական շահերը այդքան չեն տուժում, որքան ամերիկյան շահերն են տուժում։ Հենց ամերիկացի փորձագետները, նաև միջազգային լրատվամիջոցները գրում են, որ եւ խոսում են այն մասին, եւ նույնիսկ կոնգրեսում են խոսում այդ մասին, կոնգրեսականները իհարկե դեմոկրատական թևից, որ մերձավոր արևելքի ամերիկյան ռազմակայաններին հասցվել են լրջագույն վնասներ։ Հենց այսօր ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատական թևի ղեկավարը ուղղակիորեն հայտարարեց, որ Ամերիկայի պաշտպանության նախարարը մեզ խոստովանում է, որ մենք չենք կարողանում, ինչպես հարկն է, իրանական անօդաչու թռչող սարքերի խնդիրը լուծել։ Մեր հակաօդային պաշտպանությունը Պարսից ծոցի տարածաշրջանում չի կարողանում այդ խնդիրը լուծել։ Բացի այդ, խոսում են Միացյալ Նահանգներում, խոսում էին իրանական նավը, հենց այսօր այդ նավը, ընդ որում նավը գտնվում էր Իրանի ջրերից շատ հեռու, վերադառնում էր զորավարժություններից Հնդկաստանի ափերի մոտ, խորտակելու մասին Շրի Լանկայի մոտ էր։ Այո, եւ դա նշվում էր որպես շատ հերոսական գործողություն։ Բոլորիս համար պարզ է, չէ, իրանական նավատորմի կամ որևէ նավի խորտակումով Միացյալ Նահանգների ունեցած այդ Միացյալ Նահանգները ծովային գերտերություն է, ավիակրերի բանակ է, եթե պատկերավոր ասեմ, դրանով հպարտանալը կամ դրանով գլուխ գովելը, ինչպես ասում են, այդքան էլ մեծ բան չէ, բոլորի համար էլ պարզ է, չէ, որ դա այդպես է լինելու։ Այ խնդիրը, երբ իրանական շատ էժան անօդաչու թռչող սարքը խոցում է կատարում գտնվող ամենաթանկ աշխարհի ռադարներից մեկը, որը նախատեսված է ամերիկյան համաշխարհային հակահրթիռային պաշտպանության համակարգը սպասարկելու համար, կարևոր հանգույց է, PRO կոչվող, այդ ռուսերենով PRO են ասում, համակարգի, վաղ նախազգուշացման ռադար 5000 կիլոմետր, փորձագետները նշում են, ես մասնագետ չեմ, որ դրա արժեքը 1 միլիարդից ավել դոլար է։ Հետևաբար այս համատեքստում իրանցիները նաև ձեր նշած համակարգի այդ բացատրության շրջանակներում պետք է ավելացնենք, որ գործում են անզուգաչափ սկզբունքով, այսինքն հնարավոր քիչ ռեսուրսով հասցնել հնարավորին մեծ վտանգ, հնարավորին ընդլայնել պատերազմի աշխարհագրությունը, թիրախավորվել են մերձավոր արևելքի, ինչ ասեմ, երևի երկիր չի մնացել, միայն հյուսիսային Աֆրիկայի երկրները կարծեք թե չեն թիրախավորվել, արաբական երկրները։ Այստեղ իմաստունի Նույնիսկ Կիպրոս, իրանական անօդաչում ասել է Կիպրոս։